Չակերտավոր սիրով են դիմավորում Հայաստանի վարչապետին Ռուսաստանի հայերը։ Նախ մի տղամարդ խնդրում է լուսանկարվել իր թոռնուհու հետ։ Պարոն Փաշինյան, գիտեք ինչ համար եմ նկարել, որպեսզի այս երեխեքը հիշեն, ում օրոք է Ղարաբաղը հազդվել։ Միկին էլ Փաշինյանին դավաճան է անվանում։ Դավաճան եք, դուք հայտարարել եք մեր եկեղեցին։ Իրական Հայաստանի, իրականում փոքրացած Հայաստանի նարնջագույն բրոշը կրծքին է Նիկոլ Փաշինյանը ժամանել Ռուսաստան նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ Օդանավակայանում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարարն է դիմավորում Հայաստանի վարչապետին, որ ըստ պատտվող լուրերի Ռուսաստանում է հիմնականում հարավկովկասյան երկաթուղու հարցը քննարկելու համար։ Հայաստանի իշխանությունը ըստ փորձագետների ուզում է դուրս թողնել Ռուսաստանին երկաթուղու կառավարումից։ Նիկոլ Փաշինյանը պատճառաբանում է, թե թրիփի ճանապարհը երկարացնելու Ադրբեջանից Նախիջևան Սյունիքով անցնելիք երկաթուղին մեր երկրի տարածքով շարունակելու ծրագրին խոչընդոտում է Ռուսաստանը։ Ինչ որ ուժեր չեն ուզում, որ Ռուսաստանը վերակառուցի երասխ ախորիկ հատվածը։ Ասում են, դե տեսեք, Հայաստանի երկաթուղին Ռուսաստանի կառավարման ներքո է։ Ցավոք սրտի Ռուսաստանի եւ շատ երկրների հարաբերություններ սուր են։ Սա հայտարարելուց մոտ 2 ամիս առաջ Փաշինյանը Պուտինին առաջարկում էր վերականգնել երասխ ախորիկ Իջևան-Ղազախ երկաթգծերը։ Հետո, երբ Մոսկվան համաձայնեց, փորձագետներն ասում են Փաշինյանը ակնկալում էր, որ Մոսկվան չի համաձայնի, Հայաստանի վարչապետը մեկ այլ բան քննարկման դրեց։ Հարավկովկասյան երկաթուղու կոնցենսիոն կառավարումը հանձնել թե Հայաստանի, թե Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երրորդ երկրի։ Ըստ ամենայնի, խոսքը նաև Ադրբեջանի լավ բարեկամ Ղազախստանի մասին է։ Խնդիրը պարզ է, հստակ է, տարածաշրջանից ռուսական գործոնի դուրս մղումն է եւ այս տարածաշրջանում թուրքական գործոնի հզորացումը։ Ընդդիմադիր падգամավորը շարունակում է պնդել Ղազախստանը թյուրքական պետությունների կազմակերպության շատ ակտիվ անդամ է։ Հարավկովկասյան երկաթուղու վերահսկողությունը տալ Ղազախստանին նույն է թե տալ Ադրբեջանին։ Մոսկվան արդեն տևական ժամանակ է տարբեր պաշտոնյաների շուրթերով հասկացնում է Փաշինյանին, որ հարավկովկասյան երկաթուղու կառավարումը երրորդ երկրի, մասնավորապես Ղազախստանին հանձնելու հարցը իրենք չեն քննարկում։ Հայաստանում երկաթուղային ցանցի զարգացման համար Ռուսաստանը ավելի քան 30 միլիարդ ռուբլի է ներդրել։ Հայկական երկաթուղիների հավատարմագրային կառավարումը ըստ համաձայնագրի 12 տարի հետո է ավարտվում։ Մինչ քաղաքական քննարկումները Հայաստանի վարչապետին նկատել են ռուսական շուկաներում։ Բոլորդ կարծում եք, որ Վովայիչը նոր է ժամանել, ես արդեն գտել եմ նրան։ Գուշակեք, որտեղ շուկայում, այո, Մոսկվայի Դորոգոմիլովյան շուկայում։ Գրել են այս տեսանյութը հրապարակող մարդիկ։ Հայրենավաճառ անվանել Հայաստանի վարչապետին։ Он, похоже, намеренно издевается, что приезжает в день 1 апреля. Փաշինյանի այցի դեմ բողոքի ակցիային արել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց։ Հավաքված ցուցարարները այրել են Փաշինյանի դիմանկարով պաստառը։ Выражайте свою активную гражданскую христианскую позицию. Արփիս Քեսյան, Անիղ Անդիլյան, Հայլուր։